Ինչպիսի սնոտիապաշտական սովորություններ են տարածված մոմավառության ժամանակ։ Մոմ վառելու ընթացքում բազմաթիվ սխալ սովորություններ են արմատավորվել մարդկանց մեջ, որոնք մոմավառության խորհրդի հետ ընդհանրապես կապ չունեն և ձևավորվել են ժամանակի ընթացքում սին հավատալիքների շուրջ։ Այսպես, ընդհանրապես կարևոր չէ, թե մենք քանի հատ մոմ ենք ձեռք բերում, դրանք զույգ են թե կենտ, որևէ արգելք չկա ուրիշի մոմից մոմ վառելու։ Անհրաժեշտ չէ ամեն անգամ մոմերը վառել միայն լուցկիով կամ կրակայրիչով, հարկավոր չէ մոմը վառելուց հետո կանգնել առջևում և սպասել, որ այն մինչև ճայրվի, իսկ մարելուց հետո անհանգստանալ, որ դա վատ նշան է։ Սխալ է մոմերը միավորել իրար, դարձնել տրցակ ու նոր վառել, դա կարող է թանձր ծուխ առաջացնել և վնասել տվյալ սրբավայրը։ Մոմերը հարկավոր է վառել միայն մոմակալում, ոչ եկեղեցու պատերին, ոչ խաչքարերին և ոչ էլ ծառերի փչակներին։ Հիշեք, մոմավառությունը ողորմություն և նվիրատվություն է Աստծուն և նրա եկեղեցուն, որ մենք տալիս ենք կամովին։ Մոմի լույսը խորհրդանշում է մեր հավատքի լույսը, և ամենքս ենք լուսավորվում Քրիստոսով։